Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը վերադառնում է նոր առաքելությամբ։ Մարզուհին հիմնում է սպորտի զարգացման հիմնադրամ։ Հայաստանին նոր հաղթանակներ բերելու վճռականությամբ լեգենդար մարզուհին աշխատանքների վեկտորը ուղղելու է մարզեր։ Դրանում իր ներդրումը կունենա նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել եւ որպես օլիմպիական կոմիտեի նախագահ եւ որպես մարդ, ում սիրտը ցավում է եւ սպորտի համար եւ հենց անհատապես ինձ համար կանգնած է ծրագրի կողքին, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն եւ հուսով եմ, որ դեռ շարունակական կլինի։ Մեր համագործակցությունը, ես դա ուզում եմ համարել համագործակցություն, քանի որ դա այն ոլորտն է, որտեղ պետք է միավորվի այն բոլորի ուժերը, որոնց նպատակը կոնկրետ սպորտի զարգացումն է։ Առաջին մեծ ծրագիրը Շիրակի մարզի Փանիկ գյուղում մարզակրթական բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծումն է։ Այն կունենա ֆուտբոլի խաղադաշտ, ծանրամարտի եւ տարբեր ուժային մարզաձևերի եւ ֆիթնես մարզադահլիճներ, նաեւ կրթական կենտրոն։ Ծրագիրը լինելու է համահայկական։ Հիմնադրամի առաքելությունը նպատակը պրոֆեսիոնալ սպորտի զարգացումն է, հատկապես մարզերում, քանի որ քաղաքներում կա այն պայմանները, որ երեխաները կկարողանան զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, իսկ այս տարիներ շարունակ տեսնելով, թե մենք մարզերում, սահմանամերձ գյուղերում ինչ հզոր ներուժ ունենք, հենց դրա համար այն պայմանները, որ կկարողանանք հնարավորություն կտա երեխաներին զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, մենք ստեղծենք մարզերում, այն վայրերում, որտեղ սպորտը հասանելի չի։ Հիմնադրամին կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ չեմպիոններ կերտելու առաքելությանը։ Արամ Մանուկյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։